Ադրբեջանում երեկ տեղի ունեցավ Լաչին օդանավակայանի բացումը, որին մասնակցում էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, եւ այն համընկավ մեր առաջին հանրապետության հիմնադրման օրվա հետ, միևնույն ժամանակ համընկավ մեզ պատած համատարած պարտավորականության եւ անզորության զգացումի հետ։ Եվ մենք նույնիսկ ինչպես հարկն է չենք կարողանում այսօր նշել մեր տոները, քանի որ Հայաստանը վերջին 34 տարում ղեկավարած եւ քանդած ուժերը այսօր դեռ իշխանության կռիվ են տալիս բոլորիս աչքի առաջ։ Իսկ մեզ համար լրջագույն սպառնալիք ներկայացնող պետությունը մեծ թափով ուժեղանում է։ Ադրբեջանում 2021 թվականին բացվեց Ֆիզուլիի օդանավակայանը, 2022 թվականին բացվեց Զանգելանի օդանավակայանը, 2025 թվականին բացվեց Լաչինի օդանավակայանը։ 4 տարում 3 հսկայական օդանավակայան կառուցեց աշխարհի աչքի առաջ արևը։ Իսկ Հայաստանի նախկին եւ ներկա իշխանությունները 13 տարի չեն կարողանում կառուցել հյուսիսարև ճանապարհը։ 13 տարի։ Մեկ կամուրջ չեն կարողացել կառուցել այս ժամանակահատվածում։ Մեկ ֆուտբոլի ժամանակակից ստադիոն չեն կառուցել։ Օդանավակայան տանող մեկ ալտերնատիվ ճանապարհ չեն կառուցել նույնիսկ, ել չասեմ օդանավակայաններ։ Ամոթ է ասել նույնիսկ հանրային զուգարաններ չեն կարողացել կառուցել։ Ոչ էլ կարողանում են կառուցել մինչ օրս։ Բանակի մասին էլ ամեն ինչ ասված ավելորդ է խոսել։ Այնքան քանդեցին, այնքան չզարգացրեցին եւ թալանեցին, մինչեւ Արցախը կործանվեց։ Իսկ այսօր ուզում են վերջնական ապամոնտաժել։ Մի մաս այդ մարդկանց դեռ այսօր խոսում է Արցախը հետ բերելու մասին, այս մյուսներն խոսում են Հայաստանը զարգացնելու մասին։ Սա ուղղակի ծաղրանք է ժողովրդի նկատմամբ։ Եթե մեր ընտրությունը նորից այս մարդկանց միջև պետք է լինի, Քոչարյան թե Նիկոլ, Սերժ թե Քոչարյան, Սերժ թե Նիկոլ, ապա մենք չենք կարող ոչ մի լավ ապագա ունենալ, իսկ արտագաղթը չի դադարելու երբեք։ Երրորդ հանրապետության ողնաշարժ ջարդել են այս մարդիկ։ Եվ մենք չենք կարողանում նրանցից ազատվել եւ փոխել պատմության այս կործանարար ընթացքը։ Սպառնալիքները մեր չեն, չեզոքացված չեն։ Դա անել է։ Քաղաքական սերնդափոխությունը եւ այլընտրանքը նախկին եւ ներկայիս ռեժիմներին առաջնահերթ օրակարգ պետք է լինի ոչ միայն նոր ուժերի համար, այլև մեր ժողովրդի համար, մեր երիտասարդության համար։ Պետք է ուղղակի գիտակցել, վերապրել, թե ինչ են արել այս մարդիկ վերջին 34 տարում Հայաստանի հետ։